Դիգական ու դասու ավետարանի 7 գլուխեն 36-39 համարներ Փարիսեցիներեն մեկը գավաչեր անոր Հիսուսին որ իրեն հետ հացուտ էր անալ Փարիսեցիին դուր մտավ սեղան նստավ քաղաքի մեջ մեղավոր կին մգար երբ իմացավ թե անիգա Փարիսեցին դունը սեղան նստեր է շիշմը անուշալ յուղ բերավ ու ետևի կողմեն անոր ոտքերունքով եծեր գուլար և արցունքով սկսավ անոր ոտքերը թրջել ու իր գլխուն մազերովը կսրբեր և կհամբուրեր անոր ոտքերը ու յուղով գոծեր երբ տեսավ Փարիսեցին որ զանիգա հրավիրել էր ըսավ իր մտքի մեջ ասիկա եթե մարգարեն լար պիտի գիտնար թե ով և ինչպիսի գին է որ իրեն թվավ վասնզի մեղավոր էր այս պատմությունը որ արձանկված է Ուգասու ավետարանի մեջ շատ հետաքրքրական է որև ցույց կտա երկու տարբեր դասակարգի պատկանող մարդիկ ցույց կտա թե ինչպես տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշում ունեցան Հիսուսի հանդեպ պատմությունը կսկսի մեզ տեղեկացնելով թե Հիսուս Բեթանիայի մեջ էր Բեթանիան փոքրիկ քաղաքն է Երուսաղեմեն միան 3 մողոն հեռու և կգտնվի ներկայիսալ գոյություն ունի և հիմա Բեթանիա ուղոչի կգտնվի Ցեթենյաց լերան արևմտյան լանջին Կակատեն քիչ մոռ Ցեթենյաց սարի Կակատեն քիչ մոռ Պատմությունը մեզ կդերգասե թե Փարիսեցին Սիմոն անունով Հիսուսին հրավիրեց որ իր հետ ճաշում է Գիտենք թե այս մարդը Փարիսեցի Սիմոնը արդար մարդ նկատվեր իր քաղաքի բնակիչներուն կողմէ և շատ հարգված մեկն էր Իր ժամանակիցներ իրեն գարկեին որպես աստվածավախ որոնասեր մարդն որոշ դերմություններ կան սուրբ կենտուրս որգզեն թե այս Փարիսեցի Սիմոնը նախապես փորոդ մներ և թե Հիսուս անոր ուժած էր և այս նախկին փորոդը արտահայտելու իր երախտագիտությունը Հիսուսին հրավիրեց ընթրիքին կամ ճաշին Հիսուս միակ հրավիրյալը չէր Փարիսեցի Սիմոնը հրավիրած էր իր ընկերները և բարեկամները որոնք բոլորն փարիսեցիներ էին Այդ օրվա սովորության համաձայն հյուրընկալը բարդավոր էր թիմավորել իր հյուրը իր դանսենին վրա համբուրել իր հյուրին երկու այլերը հրամայել իր ծառային որ հյուրին ոտքերը լվար և հետո անոր գլխին վրա Բետապեր ամշահոտ յուղը Այսիկա բարդականությունն էր հյուրընկալին բարդականությունն էր համթել իր բոլոր հյուրերուն Հիմա երբ Հիսուս եկավ Փարիսեցի Սիմոնի տունը հյուրընկալը անոր անարգեց Հիսուս անարգված եղավ Փարիսեցի Սիմոնի կողմէ որտև ան
այս ծառայությունները չմատուցեց Հիսուսին։ Հիսուսին դսավ բարի եկար, անոր չթիմավորեց այդերը համբուրելով, ծառային դսավ Հիսուսի ոտքերը լավ, յուղով չոզեց անոր գլուխը, այս ամբողջ զանցառությունները հրավ, որպեսի ցույց տա իր փարիսեցի ընկերներուն, թե ինքը Հիսուսի հետևորդ չէ։ Մայնի չէր պատճառը, որ փարիսեցի Սիմոնը Հիսուսին հրավիրեց։ Շատ հայտնի է, եթե ավետարանը ուշադրությամբ սերտենք, շատ հայտնի է, թե թրթավաճառը անձնասիրական բնույթ ուներ։ Փարիսեցի Սիմոնը Հիսուսին հրավիրեց ոչ թե անոր հարգելու, ոչ թե անոր երախտագիտություն հայտնելու, այլ ստուգելու, թե ան իսկական մեսիանն է, թե ոչ։ Այսօր համար առաջին բարգանեն, երբ Հիսուս մտավ փարիսեցի Սիմոնի տունը, բոլոր փարիսեցիները իրենց աչքերը կենտրոնացուցին Հիսուսի վրա եւ աչալուրջ կերպով կհետևին անոր կլսեին անոր խոսքերուն, կհետևին անոր շարժումներուն եւ վարքին, որպեսի պատճառ գտնեին Հիսուսը քննադատելու կամ դատապարտելու։ Եվ իրենց ուզածը վարայեցավ, երբ հիմնը անունը չէ իշված ավետարանի մեջ։ Հիմնը, որ Նեթանյայի բոլոր բնակիչները գիտեին որպես անփարայական է։ Հիմնը, որ փարայական անգում ունեցած է։ Հիմնը, որ իր կյանքի մեջ սխալներ գործած է եւ մեղավոր կնկատվել բոլորի կողմէ։ Այս ինը երբ լսեց, թե Հիսուս փարիսեցի Սիմոնին տունը ճաշի նստած է, եկավ իր երախտագիտությունը հայտնելու։ Այս ինը լսած էր Հիսուսի պատկանները, քարոզները, ուսուցումները, հավատացած էր Հիսուսին եւ հրաժարած էր իր մեղսանից կյանքեն, ապաշխարած էր, նոր կյանք մսկսած էր, կապրեր որպես առաքինի հիմա։ Այս ինը եկավ, Հիսուսի ոտքերուն քով գեցավ եւ արտասվաթոր աչքերով իր անձնական արդյունքներով թրջեց Հիսուսի ոտքերը։ Բանը մտածենք, արդյոք կարելի, որ իմը դեր ունդուրա մի քանի վայրկյանի մեջ, մի քանի րոպեի ընթացքին բավական արդյունք արտադրել, որ չափահաս մարդու ոտքերը թրջե եւ հետո այդ թրջված ոտքերը սրբե իր երկար մազերով։ Պատասխանը գտնենք հնակիության եւ պատմական գրքերու մեջ։ Այդ ժամանակ ամեն կին իր ծնած օրը կստանար շիշմը, որ գոչվի արցունքի շիփերու շիշ։ Այս շիշը դափակ ստրոտ ունի, լայն մարդին պայցներ վիզմը։ Եվ ամեն կին այս շիշը կկապեր իր վիզին շուրջ։ Ամեն անգամ, որ վիշտ, ցավ, դարաբանք նեղություն ունենար, եւ արցունք թափեր, իր արցունքները կհավաքեր այդ շիշի մեջ։ Հետո երբ ինը մերնի քոր ձեռության մեջ, այդ շիշ իրեն հետ կտալեր։ Երուսաղեմի թանգարաններում մեջ տեսած եմ շատ այս տեսակ շիշեր, որ բնակետները բերած են, փողեն դուրս հանած։ Ես կխորիմ, թե այս կինը իր արցունքի շիշը բացավ եւ անոր բոլոր բարունակություն կապեց։ Հիսուսի ոտքերու վրա։ Այդ արցունքները
մարմնացումն էին այդ կնոջ բոլոր վիշտերուն, ցավերուն, նեղություններուն և դարապանքներուն։ Հիսուսին տվավ, Հիսուսին հայտնեց մեծ հարկանքն։ Հետո, ես կատեմ այս կինը կատարեց այս արարքը ոչ մենան հայտնելու իր աշխատություն Հիսուսին, որ իր կյանքը հեղաշրջեց, բարեփոխեց, այդ որպես պահարագեր Փարիսեցի Սիմոնին։ Այն ինչ որ Սիմոնը չկատարեց, այս կինը կատարեց։ Հիսուսի ոտքերը լվաց, ոչ թե ջրով իր արցունքներով։ Սրբեց Հիսուսի թրջված ոտքերը իր երկար մազերով և հետո անուշահոտ, հանգարժեք անուշահոտ յուղ տապեց իր ուղղի վրա։ Այս կնոջ, այս արարքը պախարագեց Սիմոնին, սրով թուն քեզ մեզ սպասված բարդականությունները չկատարեցիր։ Հիսուսին ամարկեցիր, ես հիմա կուզեմ Հիսուսին հարգել։ Կարծեմ Սիմոնը ըսկաց այս կնոջ հանդգնությունը և ցեղով և ինչպես պախարագեց ինքը։ Աշխարհամար սկսավ մտածել իր մտքի մեջ, ինչպես բոլոր պարսիկները մտածեցին։ Այս մարդը, ասել Հիսուս անգարելի, որ Աստծուց մեր հրգված մարգարեն մնա, որտեղ եթե Աստծուց մեր հրգված մարգարեն մնա, պիտի թիտնար, այս ինչ տեսակ կին մներ, որ իրեն տվալ։ Հրեական օրենքին համաձայն, կինը չեր կրնար անձանոտ մարդումը հրապարակավ թպնար անոր մարդնի, անվայել բարգևատի։ Հիսուս կնոջ չպախարակեց, կնոջ չսաստեց, կնոջ չքովեց, ընդհագրայու կնոջ արակ ու քովեց։ Եվ հիմա Սիմոն Փարիսեցին և իր ընկերները եկան այն եզրակացության, որ Հիսուս իսկական մեսիան չէր, որտեղ չգիտեմ ինչ տեսակ կինը իրեն տվավ, արգունչուն տվավ մեղավոր կնոջը, որ իր մարդնին թմնար։ Այսինքն աններելի մեղքն էր իրենց կարծիքով։ Հիմա Հիսուս գիտավ ասած կեն ինչ կանցներ։ Ես Սիմոն Փարիսեցին Հիսուս ասավ, քեզ հարցում ունիմ։ Մարդ մգար, որ նեղության մեջ գտնող մարդկանց տրամ փող կուտար Տողոսով։ Երկու մարդիկ բարդական էին այս մարդուն։ Մեկը շատ բարդներ, ուրիշը շատ քիչ։ Եվ այս մարդը քթարած գտնվեցավ, երկու բարդականներուն բարդը ներեց։ Իմ ասավ, ով ավելի երախտաբար բիդելա այդ մարդուն։ Բայց Սիմոնը ճիշտ պատասխանեցավ այն, որ շատ բարդ ուներ։ Հետո Հիսուս ասում ասավ, այս կինը, որում մեղքերը շատ էին, հազում էին, ներված են, քանի որ ապաշխարեց, քանի որ կարծի եկավ։ Բայց դուք ինքնարդար մարդիկ մեղքի մեջ մնացած եք։ Փարիսեցիներուն նմանող մարդիկ, որոնք ինքնարդար են, որոնք կգածեն, թե իրենք երբեք մեղք չունին, չեն գտնար հասկանալ Հիսուսի շնորհքին իրական իմաստը։ Այն մարդիկ, որոնք կհամարեն ուրիշները անցյալի իրենց գործած մեղքերուն համար և չեն գնահատել անոնց վերափոխված կյանքը, չեն գնար ըմբռնել Աստծո ողորմության ճշգրիտ իմաստը։ Մարդիկ, որոնք կստանան մեծ շնորհներ Տիրոջպեն, կարտահայտեն իրենց երախտագիտությունը իրենց արարքներով։
շնորհ է, որ մենք մինչ կդոնենք քո ապանության դոնը, մահմը անդրականանք մեր կյանքին, տեսնենք թե ինչ տեսակ կյանք մահվրացենք, եթե սխալ մոկործած ենք, դիտմամբ կամ անգիտակցաբար, զղջում հայտնենք, դերը բարեսին դե բարեկուդ է պատրաստ է ներելու մեր բոլոր մեղքերը, ինչպես ներեց այս փարական անգում ունեցող բնոջ բազում մեղքերը ներվեցան, քանի որ դարձի եկավ, քանի որ սկաց մեղքերը, ընդունեց իր մեղավորը դալը և իր կյանքի ուղղությունը փոխեց։ Հիմա նույնը կբարայի մեզի, երբ մենք մեր կյանքի ուղղությունը փոխենք, Տիրոջ մոտենանք, այն մեզի կրկնված կընդունի իր սիրով, կներեն մեր մեղքերը և մեզի մեր կյանքի նոր ուղղություն կտա։ Տերը մեզ օգնել, որ մեր կյանքի ղեկը հանձնենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ եթե այդ անենք, հավիտյան կդառնանք։